Պարոն նախագահ, շուտով կլռանա 5 տարին, որ ձեր ղեկավարած քաղաքական ուժը Հայաստան խմբակցությունը ազգային ժողովում է, ինչպես կգնահատեք այս 5 տարվա աշխատանքը հաշվի առնելով, որ ԿՊ-ից պարբերաբար հայտարարում են, որ ընդդիմությունը իրենց համար նվեր է, եւ երկրորդ հարցը օրվա իշխանության հակաեկեղեցական, հոգեվորականների դեմ այս արշավը 3 հասավ ԵԽԽՎ, ԱԳ նախարարը հայտարարեց, որ հոգեվորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը, ինչ վտանգներ եք տեսնում այս հայտարարություններում եւ ըստ ձեզ ինչու համար են արվում նման ամբիոններից։ Արտգործնախարարի հայտարարությունը ուղղակի անբարոյականություն էր։ Սենց լուրջ մեղադրել եկեղեցին, որ եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է։ Իշխանությունն է արձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունը այնպեսին է, որ այդ կոպիտ ասած կապրեմոնտի տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եւ ազնական օգտագործան ինչ որ բան ունենալ եկեղեցի։ Սա է նպատակը։ Ինչու է նաեւ նման կարգի արձագանքները որոշտեղ բավարար հակարված չի ստանում նաեւ Եվրոխորհրդարանում, Եվրոխորհրդում էլ եւ Եվրոխորհրդում եւ Եվրոխորհրդարանում խնդրեմը ավելի շատ աշխարհակաղակական։ Նայեք, օրինակ այսօրվա դիվանագիտության ղեկավարը եվրոպական Կայա Կալասն է։ Ինքը եղել է նախկին Էստոնիայի վարչապետ։ Հիշում եք, թե չեք հիշում, թե չգիտեք դա բան։ Ինքը եղել է Էստոնիայի վարչապետ։ Եվ վարչապետ եղած ժամանակ նայեք ինչ հայտարարություններ էր անում։ Կոնկրետ մեջբերում է, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մասի։ Ուսեն փոքր Էստոնիա 1 միլիոն բնակչությամբ։ Ռուսաստանի հարևանությամբ վարչապետը այդ երկրի հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մասի։ Սենց ժամանակին երևի այդ Բժեզինսկուն գիրքն է կարդացել, այնտեղ ինչ որ նման գաղափարներ նա գրել։ Դու լավ հարևան երկիր, փոքր երկիր։ Այդ մեծ այդ հսկայական երկրի ո՞նց է բաժանում 3 մասի։ Դու քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածում ես, թե չես մտածում։ Հիմա այդ հոգեբանություն ունեցող մարդը դառել է Եվրոմիության համար 1 դիվանագետ։ Եվ նույն թեմայի մեջ է։ Ես ինչի համար եմ այս օրինակը բերում։ Որտեվ սա խնդրեմ է արդեն դառել եւ բոլոր հայտարարությունները, որը գալիս են Եվրոմիությունից, հենց լրիվ այլ աչքով, այլ անկյանտակը պետք է նայել։ Քաղաքականացված, ծայրահեղ աստիճանի քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքում իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Եվ Եվրոխորհուրդն այս վիճակում այսօր եւ Եվրոմիությունը։ Սենց բանա մտել իրենց մեջ, որ Ռուսաստանը ամենից մեծ խնդիրն է եւ այնինչ Ռուսաստանի դեմ է, մեզ համար լավ է։ Այդ բանաձևն է այսօր աշխատում։ Իմիջիալոց Տրամպի քաղաքականությունը որոշ չափով կօգնի, երբ որ ասում է Եվրոպան դեգրադացիայի մեջ է եւ պետք է դիստանցավորվել Եվրոպայից, սա բերելու է 1 բանի։ Հենց եվրոպացիք մտածեն, որ իրենց անվտանգությունը եւ հարաբերությունները Ռուսաստանի հետ կախված է իրենցից, այլ ոչ թե կարա օրինակ Կայա Կալասը թաքնվելով Միացյալ Նահանգների մեջքի հետևին, ինչ ասես խոսա Ռուսաստանի մասին, լեքսիկոնը կփոխվի եւ իրենք կհասկանան, որ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ կարող են կոնստրուկտիվ փոխզիջումային տարբերակներ մշակել, ոնց անել, ոնց աշխատել միասին։ Հասկացաք, չէ՞, ամերիկյան sense բանի ատոմային տանիքի տակ ինչ խելքը գալիս է խոսում ես։ Մի երկրի մասին, որ հսկայական երկիր է, հսկայական հնարավորություններով։ Դրա համար այդ ինչ որ ասում են մեծ դրժություն դրան մի տվեք իսկապես վիճակը ուրիշ է։ Եվ առաջի հարցը որն է մի հատ Հայաստան խմբակցության աշխատանքը 5 տարի աշխատանքը փորձում են շատ քննադատել եւ ավելի շատ քննադատում են Հայաստան Դաշինքին, ոչ խորհրդարանական ուժերը։ Հիմա մենք լավ ավելի ակտիվ պայքարող
ուրիշ միավոր կա խորհրդարանական։ Չեմ կարծում։ Ես գնահատում եմ դրական եմ գնահատում եւ համարում եմ, որ համենայն դեպս 28 ձայնով ինչ հնարավոր էր խորհրդարանում արել ենք։ Եվ այդ ընթացքում ունեցել ենք մեկ կորուստ, մեկ падգամավորի։ Եթե դուք ունեք օրինակ ինձ հետևյալն են ասել, ես չեմ ստուգել, որ միակ դեպքն է, որ ծերից ծեր, ասենց ամբողջ այդ 5 տարվա ժամանակահատվածում ֆրակցիան չի փլվել, չի փլզվել, չի մասնատվել, չի բաժանվել։ Ինձ ասում են դա միակ դեպքն է, ես չեմ ուսումնասիրել, մի հատ նայեք, էլի անցյալը նայեք, գնանք տեսնենք ինչպիսի պատկեր է եղել։ Բավական համակարգված ենք աշխատել, կարելի էր ավելի լավ, ենթադրում եմ, որ կարելի էր։ Միշտ էր ասենց մարտական տրամադրությունը, մեկ-մեկ օրինակ Ֆրանսիայի հրապարակից հետո ասենց անկումային մի շրջան կար։ Մարդիկ են, հիմա մարդկանց մոտ կա ոգևորություն, կա որոշակի անկումային տրամադրություններ, եղել է նաև դա ֆրակցիա։ Բայց հիմա բավական մարտական եւ պատրաստ ենք նաև ընտրություններին գնալ։ Թարմացված նաև կազմով։ Իսկ այդ դեպքում ինչի համար են իշխանությունը ԿՊ-ի падգամավորները պարբերաբար հայտարարում են, որ ընդդիմությունն իրենց համար նվեր է։ Բա ինչ ասեն։ Ասեն լավ ընդդիմություն, հա։ Դուք սպասում եք, որ կարող է ԿՊ-ն ասի ընդդիմությունը լավ ընդդիմություն է։ Բայց ինչի են նյարդանում հենց այդ հարց ու պատասխանի ժամանակ։ Նայեք, եթե իրենց առաջնորդը ինքը չտիրապետում ինքը իրեն, ոնց պիտի ինքը իրեն չտիրապետող մարդը պետության Հայաստանի Հանրապետության ղեկին նստած լինի։ Բայց սա է խնդրեմ, այդ հարցը ամեն մեկը պիտի իրեն տա, չէ։ Այս մարդը ինքը իրեն չտիրապետում։ Այդ նույնն է, որ դուք մի հարց տակ կամ օրինակ ստեղ եղել են, չէ, բավական ասած բարդ հարցեր։ Ես հիստերիկաների մեջ մտնեմ, այս սեղանը շուռ տամ, չգիտեմ, այս կոֆեի բաժակը վերցնեմ մեկի վրա գցեմ, այս ինչա գլխները պատով տվեք, չգիտեմ, ինչ կմ։ Նորմալ է։ Ինձ որևէ մեկը ձեզանից տեսած է, ասենց հունից դուրս եկած։ Կարծում եք ես էմոցիա եմ, բայց իմ ամբողջ կյանքի փորձը ինձ հուշում է եւ ասենց այդ տրեյնինգը դրա վրա է, որ այդ էմոցիան պիտի պահես։ Բայց կարգ ու կանոն պիտի վիճակ լինես հաստատել։ Երկրի ղեկավարի հիմնական ֆունկցիան պետական համակարգը ամբողջությամբ ժամացույցի պես աշխատացնելն է, ժամացույցի պես։ Այսօրվա այս բարդակը, որ տեսնում են պետական համակարգում, մի խայտարակություն է։ Ժողովուրդ օրաթերթ կանք է տա։ Պարոն Քոչարյան, նշեցիք